Ընդունեք հայտարարություն, ընդունեք հարց, թեպետ վերջում պիտի ասեի, բայց հիմա այդ տեսակ մարդ եմ, չեմ դիմանում։ Պատվարժան դատարան, հիմա այս ներկայացվածը, երբ որ դուք պատճառաբանում եք ասելով, որ ոչ հիմքեր կան, ոչ ապացուցողական փուլում են, ինչի հիման վրա եք մարդկանց պահում կալանքի։ Եթե ոչ ապացույցներ կան, ոչ ես կա, ոչ են կա, ոչ մի բան չի քննվել։ Ինչի իման վրա օրինակ։ Ձեզ բավարարում է այս ասած կարճ առանց ապացույցների տեքստը օրինակ։ Անկեղծ հարցնում եմ։ Ումա բավարարում սա, ինչ է նշանակում այդ հայտարարությունը, այսինքն եթե բոլոր բանով եմ ասում, առանց վիրավորելու, եթե որևէ ձայնագրություն լինի, նույնը չի լինելու, ես դա եմ ուզում հասկանալ։ Իմ պարագան մոռացեք։ Դուք շեշտեցիք, որ ապացուցողական որևէ բան չկա, փորձաքննություն սա, նա, այլ մնացած էլ չեմ ասում։ Ինչի հիման վրա։ Զուտ ասելու։ Հա, զուտ, այսինքն ես էլ ելնեմ ինչ-որ մեկի մի բան ասեմ կլինի, ուզում եմ հասկանալ, իրավունք ունեմ, թե ոչ։ Շնորհակալություն։ Ելի մեղադրյալ Սրբազան, Պարված Սրբազան, ուրեմ դատանը որոշման մեջ արձանագրի ամենը և պատճառաբանված վարքի մասնակիցներին։ Դատանը ընդամենը նշել էր, որ այս փուլում եղած այն ինչ-որ ներկայացված է նախաքննական մարմնի կողմից, դատանը դա համարել էր բավարար, որպեսզի այս փուլում կարողանանք հարցերի քննությունը կատարել։ Ձեր կողմից արձակված հարցերը, նորից եմ կրկնում, փորձաքննության եզրակացություն, այն ինչ-որ որ դուք նշում եք, ու բոլորը հետազոտման արդյունքում կարող է դատանը, այդ մեկ վարքյան հետազոտման արդյունքում կդատանը իր դիրքորոշումը կարող է դաշնական հայտնել, ինչի համար, որտեղ այս փուլում չհետազոտված այդ ապացույցների վերաբերյալ դատանը չի կարող վերջնական դիրքորոշում հայտնել, չի կարող ուղղակի։ Եվ դատանի այն կոչը վարքի մասնակիցներին, որ և շաբաթը մեկ դատական նիստերը նշանակելով, զուտ փորձում ենք հնարավորություն տալ և վարքի մասնակիցներին, որպեսզի հնարավորինս թե մեղադրանքի կողմը, թե պաշտպանական կողմը, ապացույցները բոլորը հնարավորինս արագ ներկայացվեն, հետազոտվեն այդ ապացույցները, որի արդյունքում դատանը կարողանա դրա վերաբերյալ համապատասխան որոշում կայացնել, դատական ակտ կայացնել։ Սրա մասին է խոսքը։ Ես բազմաթիվ անգամ դրա համար էլ վարքի մասնակիցներին կոչ եմ արել, թե դատական նիստին չուշանալու, թե հնարավորինս արագ ձևով ներկայացնել այդ ամենը, ինչի համար եմ ասում, որտեղ այն ռիսկերը, որոնք որ առկա են մեղադրյալների հետ կապված, կապանմիջոցների մասով արձանագրված, բնականաբար հիմնական դատալսումների փուլում այդ ապացույցները հետազոտելով, այդ ռիսկերի հնարավորությունը, այսպես ասենք, հավանականությունը գնալով նվազում է։ Գնալով նվազում է, եթե իսպար չի վերանում անգամ։ Ես միտքս ավելի պարզաբան եմ, փորձաքննություն, բան, դրանք անցանք, դրանք պարզ է, որ չկան, նրանց մասին չեմ խոսում ես։ Ես չգիտեմ պաշտպանական կողմը կներկայացնի, մեղադրանքի կողմը կներկայացնի, ամենայնպես այն ծավալը, որը որ մեղադրանքի կողմը ներկայացրել է, եւ այն ծավալը, որը որ պաշտպանական կողմն է ներկայացրել մասամբ, եւ բնականաբար, ես ասում ավարտեմ, էլի, եւ բնականաբար հաջորդիվ դատական նիստերի, որ պետք է ներկայացվեն, դրա արդյունքում դատանը հնարավորինս ինտենսիվ, արագ ձևով այս նիստերը նշանակում է, որպեսզի կարողանանք շատ արագ ձևով հետազոտել։ Արդյունքում, որից եմ կրկնում, կապան միջոցների հիմքերը, որոնք որ առկա են եղել, ես որ ասում ենք իրավաչափության պայմանները չեն փոփոխվել առնվազն, չեն վերացել։ Այդ ապացույցները հետազոտելով ամբողջական կամ մասամբ հետազոտելու արդյունքում
բնականաբար այդ ռիսկերը միանշանակ նվազում են, կամ նորից եմ կրկնում, կամ իսպառ վերանում են։ Այս Զուներով ենք խոսում, կարծում եմ։ Ես ուրիշ բան եմ ասում։ 8 ամիս է, այս դատարանում 6 ամիս, մեղադրողը ինչ-որ բանաձև է ասում, պաշտպանները խոսում են ժամերով, ներկայացնում են եւ այլն եւ այլն, դատարանը ինչ-որ բանաձև է ասում։ Ոչ մի բան չի փոխվել։ Հիմա ես դա եմ ուզում հասկանալ, երբ դուք կոնկրետ հիմա իմ պարագան մոռացեք, ասենք օրինակ, ինչի բայց մոռանանք ձեր։ չէ, մի կողմ թողեք։ Ես չեմ ուզում իմ մասին խոսել, ես այստեղ նստած մարդկանց մասին։ Հիմա ասենք օրինակ, քիչ առաջ դուք ասացիք, որ մեղադրող ինչ-որ բան ասեց, դուք էլ ասացիք, որ ապացույցները եւ այլն մեզ հիմք են տալիս, ասելու որ ռիսկերը չեն նվազել, ոչ մի բան չի փոխվել եւ այլն։ Այսինքն նույն բանաձևը։ Իրոք չի փոխվել, որովհետեւ չեք մտել իման վրա չի փոխվել։ Հիմնական դատա, այն ինչ որ նախորդի դատարանների կողմից արձանագրված է եղել։ Ինչ է արձանագրված եղել։ Որոշումները ուշադիր կնայեք կտեսնեք։ Չէ, որոշումը ես կարդացել եմ, պատմական դատարան։ Ինչ է արձանագրված։ Արձանագրված է ինչ-որ բաներ, արձանագրված է չլսվող խոսակցություններ, արձանագրված է ինչ-որ բան։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, որ դուք ասում եք, ապացույցները չեք տեսել, սա չգիտեք, հետազոտումը չի եղել, բնականը, ճիշտ է դա։ Բայց ինչի հիման վրա։ Ես տրամաբանությունն եմ ուզում հասկանալ։ Հիմա նույնը Իգրի պարագանը լինել պարոն Սարգսյանի, նույնը մյուսների պարագային, նույն բանաձևն է։ Ինչի իման վրա։ Արգելի Սրբազան, Ես 53 տարեկան մարդ եմ, 30 տարվա ծառայություն ունեմ ժողովրդի մեջ, մարդկանց հետ շփվելու։ Եվ չեմ ուզում, որ ես ինքս ինձ խափած լինեմ։ Ես դրա մորել Եվ ոչ միայն ինքս ինձ խափած լինեմ, կներեք ավարտեմ։ Այլ ներկա լինեմ իմ միջավայրի, որտեղ ինձ հիմարի տեղ եմ դնում։ Բառից բուն իմաստով։ Այո, հենց այդպես է։ Դուք չեք կարդացել, չեք տեսել, ապացույց չկա, ոնց եք մարդուն կալանք կակպա, ինչի հիմա վրա ռիսկ, ինչ ռիսկ, ռիսկը որն է, այդ դատարանի ընդունացել, մասից ընդունացել, լսեցի ձեզ, ես ամեն ինչը լսեցի ձեզ